Ողջույն, արժանապատիվ հայրենակիցներ։ 10 տարի առաջ հենց այս նույն օրը արթնացա եւ իմացա, որ Արցախում պատերազմ է սկսվել, եւ մարմինս պարզապես փշաքաղվեց։ Այդ ժամանակ ապրում էի Կալիֆոռնիայում, որտեղ նաեւ ծնվել ու մեծացել էի ողջ կյանքս։ Իմ կյանքի հենց այդ հատվածում Գլենդեր քոլեջում ֆիզիկայի դասախոս էի աշխատում, որպես սկսնակ պրոֆեսոր։ Դրանից 1 տարի առաջ մագիստրոսի կոչումով ավարտել էի Կալիֆոռնիայի պետական համալսարանը, որտեղ նաեւ դասավանդել եմ 2013-ից 2015 թվականներին եւ կողքից անհատական մաթեմատիկա էի դասավանդում ուսանողներին։ Սակայն 2016 թվականի սկզբին արդեն որոշել էի, որ պետք է Հայաստանում հիմք դնեմ եւ սկսեցի կամաց-կամաց իրերս ուղարկել Հայաստան։ Զգում էի, որ նման քայլի պետք է վաղ թե ուշ գնամ, բայց դեռ վերջնականապես չէի համոզվել, հետեւաբար կտրուկ որոշում չէի կայացրել։ Երկար տարիներ իմ հոգու խորքում զգում էի, որ կարևոր առաքելություն ունեմ կատարելու հայրենիքի նկատմամբ, բայց լավ չէի պատկերացնում դա որն էր, դրա համար ձգձգում էի Հայաստան տեղափոխվելու քայլը։ Սակայն ապրիլյան քարոզիա պատերազմի սկիզբը փոխեց այդ ամենը։ Ինձ համար դա դարձավ շրջադարձային օր։ Այդ օրերը ինձ համար մեծ ահազանգ էին, որտեղ իմ ամեն մի բջիջը սկսեց անտենաների պես հաղորդագրություններ ստանալ հայրենիքից։ Ահազանգ էր աշխարհում սփռված բոլոր իրական հայ ազգայնականների համար, որ հայրենի հողը վտանգի տակ է, եւ ես էլ որոշեցի արձագանքել այդ մարտահրավերին։ Այդ ժամանակ ես կանգնեցի Ջրբաժանի առջև ու ստիպված եղա որոշում կայացնել։ Կամ հրաժարվելու եմ իմ առաքելությունից ու շարունակելու եմ իմ կարիերայի հետևից գնալ ու ԱՄՆ-ում սովորական կյանքով ապրել, կամ անձնական պատասխանատվություն կրելով ընդունել իմ առաքելությունը եւ պայքարելու նպատակով գնալ Արարատյան երկիր, որտեղ մանկությանը տրվել էր երկրորդ հնարավորություն։ Պատերազմը մի քանի օրում ավարտվեց եւ ԱՄՆ-ի հայ հայրենասերների մեծամասնությունը անցան իրենց առօրյա գործերով, կարծես բան չէր պատահել, բայց դրա ազդեցությունը շարունակեց մնալ ինձ վրա։ Ինձ համար ջրի պես պարզ դարձավ, թե առանց հապաղելու ինչ պետք է անեմ, քանի որ այլևս նույնը չէի։ Դրա համար մի քանի ամիս անց աշխատանքից հեռացա, վերցրի հավաքած գումարս, միակողմանի տոմս գնեցի եւ տեղափոխվեցի Հայաստան, որտեղ չունեի ոչ տուն, ոչ ընտանիք, ոչ հարազատներ, ոչ էլ ընկերներ։ Տարիներ անց, երբ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում ու մեր երկրի դեմ, հասկացա, որ ապրիլյան քարոզիա պատերազմը իրականում մեր անկախ պետականության դեմ նոր պատերազմի սկիզբն էր այս 21-րդ դարում, քանի որ 1994 թվականից մինչև 2016 թվականը համեմատաբար սառեցված վիճակում էր ամեն ինչ։ Այն, ինչ կատարվում է մեզ հետ այսօր, սկսվել է ոչ թե 2023 թվականին կամ 2020 թվականին կամ նույնիսկ 2018 թվականին, այլ հենց 2016 թվականին։ Այդ պատերազմի օրերին ես հանդիսատես էի եւ հեռվից հետևում էի, թե ինչ էր կատարվում։ Բայց ինքս ինձ խոսք տվեցի, որ հաջորդ պատերազմին, որը հաստատ գիտեի գալու էր, լինելու էի ոչ թե պասիվ հանդիսատես, այլ ակտիվ մասնակից։ Այդ է պատճառը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արթնացա եւ իմացա, որ Արցախում նորից պատերազմ է սկսել, միանգամից առանց վարանելու հասկացա, թե ինչ պետք է անեմ։ Իմ խոսքին հավատարիմ մնալով իրերս հավաքեցի եւ 2 օր հետո կամավորագրվեցի պատերազմին։ Պատերազմում դավաճանվեցինք, խայտարակորեն պարտվեցինք եւ Արցախը ընկավ թշնամու օկուպացիայի տակ, բայց իմ մեջ ոչ թե մարել է այն պայքարի կրակը, որը բոցավառվեց 10 տարի առաջ, այլ ավելի է թեժացել եւ ուղղորդված դարձել։ Եվ հողի կանչը, որ լսեցի այն օրերին, ոչ թե անհետացել է, այլ մինչև հիմա շատ ուժեղ արձագանքում է իմ սրտի ու հոգու մեջ։ Վերջապես գիտակցեցի, որ դա նաեւ ճակատագրի կանչն էր։ Այս բոլոր զգացումները ու գաղափարները վերածեցի քաղաքական պայքարի եւ ստեղծելու առաջնորդում եմ մի շարժում, որը մարմնավորում է այդ ամենը։ Որքան էլ այս պահին դա անհավանական թվա, իմ մեջ որևէ կասկած չկա, որ մենք ազգովի հասնելու ենք մեր նպատակին եւ կատարելու ենք մեր պատմական սուրբ առաքելությունը։ Այս անգամ ոչ միայն Արցախը կրկին ազատագրելով եւ Հայաստանին ամբողջությամբ միացնելով, այլև ահաբեկչական պետություն Ադրբեջանի կազմում գտնվող մեր բոլոր մյուս պատմական հողերը ազատագրելով, Բաքվին վերջնականապես ծնկի բերելով։ Այն, ինչ մեր ազատամարտիկները կիսատ թողեցին նախորդ դարում, մենք այս նոր դարում մեր անկոտրում կամքով ու անհաղթող պայքարով միանշանակ ավարտին ենք հասցնելու, հանուն մեր հերոս նախնիների եւ ապագա սերունդների։ Դուք դիտում եք հոսանքի ազգային կանչը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։